Պարոն Ղալամքարյան, ուզում եմ ձեր ուշադրությունն ուղղել որպես ջրային կոմիտեի նախագահ Կապանի տարածքում գտնվող նոր առաջաձոր կոչվող ջրամբարին կամ Դավիթ Բեկի ջրամբարին։ Ես չգիտեմ դուք անձամբ եղել եք այդ վայրում, եթե չեք եղել, առաջարկում եմ լինել։ Այդտեղ ջրառատ սեզոնին ջուր է հավաքվում եւ Կապանում չունենալով նմանատիպ հարմարություն, նաև որոշակի մեր քաղաքացիների համար, բնակիչների համար զբոսաշրջային վայր է շաբաթ-կիրակի օրին հանգստանալու, ձուկ որսալու, նաև մի քանի անգամ այդտեղ տարբեր ժամանակաշրջանում ձուկ ենք բաց թողել նաև միջնորդությամբ, որպեսզի որոշակի զարգանա այդ տարածքը որպես զբոսաշրջային վայր։ Ուզում եմ նշել, որ լճից 50, 60, 70, գուցե 80 մետր հեռավորության վրա ադրբեջանական զինված ուժերն են կանգնած, բայց մենք շարունակում ենք օգտագործել այդ տարածքը զբոսաշրջային նպատակով եւ այս սեզոնին այնտեղ հեյք լինելու պատճառով գրեթե ամբողջովին դատարկվում է այդ ջրամբարը եւ շատ հստակ վնասում է էկոլոգիապես վնաս հասնում, բնապահպանական վնասը հասնում։ Կխնդրեմ ձեր ուշադրությունը այդ մասով եւ բացի ձեր ուշադրությունը նաեւ կարող ենք աշխատանքային քննարկում կազմակերպել ի վերջո այդ խնդիրը կարգավորելու համար հարևան գյուղերի բնակիչների եւ ընդհանրապես մեզ բոլորիս համար շատ կարեւոր նշանակություն ունի այդ ջրամբարը եւ գուցե հավելյալ քննարկման կարիք կա կամ պետք է փոխենք այն մոտեցումը, որ հեյկի պատճառով ջրամբարը գրեթե ամբողջովին դատարկվում է։ Նորից եմ նշում, դա շրջակա միջավայրի տրամաբանությունից դուրս է եւ ակնհայտ բնությանը վնաս ենք տալիս։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան։ Առաջին արձագանքս մի քիչ ավելի կոնցեպտուալ ջրամբարի հենց իմաստն այն է, որ ոռոգման նպատակով դատարկվի, բայց ձեր նշած դեպքը իհարկե ծանոթ եմ, բայց մենք կաշկանդված ենք իրավական կարգավորումներով եւ պայմանագրերով, ենթադրում եմ դուք եք տեղյակ, բայց միևնույն ժամանակ այս հարցը բարձրացրել են թե Սյունիքի մարզպետարանում, ինձ հետ հանդիպման ընթացքում, թե Կապանի համայնքապետն է բարձրացրել։ Անխոս աշխատանքային քննարկումը կօգնի։ Ես կարծում եմ, որ պիտի սեփականատերերի հետ հանդիպել ու փորձել կոմպրոմիսի գալ ինչ-որ ձևով, որ իրենց բիզնեսն էլ չտուժի կամ գոնե շատ չտուժի, բայց նաև դուք նշեցիք զբոսաշրջային, որպես զբոսաշրջություն նպատակը, որ օգտագործվում է, բայց նաև ոռոգման հարց կա այնտեղ։ Այնտեղ ժամերի խնդիր կա, ժամեր կան, որ այդ ջուրը չի գնում ջրօգտագործողներին, եւ մենք այնտեղ այո ունենք խնդիր, ոլորտի բազմաթիվ խնդիրներից մեկն է, ընդունում եմ, եթե աշխատանքային քննարկում նախաձեռնեք, մենք իհարկե պատրաստակամորեն կմասնակցենք, եթե չէ մենք ինքներս կնախաձեռնենք։ Ամեն դեպքում դրա անհրաժեշտությունը կա, մենք դա գիտենք եւ համայնքի ու մարզի հետ համատեղ պիտի փորձենք լուծում գտնել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Ղալամքարյան, եւ խնդրում եմ ուշադրություն դարձնել կամ եթե դուք չեք այդ ստուգող մարմինը հստակ պահվում է այն պայմանագիրը, թե ինչքան ջուր պետքա բաց թողվի, ես վստահ չեմ, որ պահվում է։ Ինչ վերաբերում է աշխատանքային քննարկմանը, որպես դուք լիազոր մարմին առաջարկում եմ կազմակերպեք եւ եթե հնարավոր է տեղում գնանք եւ այդ աշխատանքային քննարկումը ջրամբարի տարածքում իրականացնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ առաջարկի համար, հետամուտ կլինենք, շնորհակալ եմ։ Էլի հարցեր։ Պարոն Ղալամքարյան, մի փոքրիկ ճշտող հարցով ուզում եմ պարոն Ղազարյանի հարցի ամբողջությամբ պարզաբանենք։ Ոռոգման սեզոնից մինչև ոռոգման սեզոնի սկիզբը արդեն ջրային կոմիտեն կառավարության դիմելու անհրաժեշտություն չի ունենալու այս նորմը գործելուց հետո։ Ճիշտ է։ Երբ որ կարգն էլ արդեն սահմանված լինի, այո։ Իսկ դա պարտադիր կլինի, որ ասենք բնակիչը դիմի, արդեն հնարավորություն չի ունենալ պատճառաբանվի, որ դեռ չենք դիմել, դեռ թույլտվությունը կառավարության որոշումը չկա։ Դիմի ինչի համար, պարոն Ղալամյան։ Ջրօգտագործման, որ ջուր հատկացնենք։ Մենք ենք բաց թողնում ջրերը։ Այսինքն արդեն պարտավոր ենք, էլի բաց թողենք
պարտադիր պայման է, որ բնակչին Ինչքան որ այդ տարի կլինեն, Հասկանալի։ կախված կլինի ձնհալից, հեղեղումներից եւ այլն։ հասկացա։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին, ելույթներ։ Խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Ղալամքարյան, հիմա տես, այդ դրանք վերաբերելի են թափառող ջրերին, մի միրավ ունեին ջրբաշխ, ասում էր թափառող ջրերից մեկ բաժին ջուր էս ինչին էլի, կամ վարումների հետևանքով։ Հիմա դուք հասկացա, որ կարգավորում եք բերել, որ կառավարությանը չդիմեք, այս վարումների հետևանքով ջրերը տակ, այդ նպատակներով, երկու նպատակների համար էլի։ Հիմա տեսեք, դուք նախկինում ունեք արդյունք, ջրաչափական հաշվարկ, այդ ջրերի որ տոկոսն է լցվի Արաքսկետ, եւ արդյոք ինչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի մեր ազգային հարստությունը, որը կարծում եմ աշխարհում եք արդեն սղություն կա, ինչ միջոցներ եք նախատեսում, որ այս վարարումների հետևանքով կուտակված ջուրը ամբարեք եւ դարձնեք ռոռոքելի ոչ միայն այն նպատակով, որտեղ որ դուք նշում եք, ասում եք ասույցի ձևավորվել, նախկինում էլ ասեք, եթե ջուրա գնացել է վարման հետևանքով մարդը թեքը տարելի ռողամասաղից փրկել է, հիմա այս մեծ բան չեն անում, էլի թե կոպիտ ասած։ Ես ասում եմ, այն մնացած մասը ռազմավարական խնդիր է, եթե բերեք մի կարգավորում, ասեք մենք միջոցներ ենք դնում ստեղ, որպեսզի այս ջուրը ամբարենք, որպեսզի ռոռոկման սեզոնին մայիսից սկսած մինչև սեպտեմբեր կամ ըստ կոտիավորման օգոստոսի վերջ ջրի խնդիրը կարգավորեք, եսի կհասկանայիք, ավելի կարևոր խնդիր եմ պարզացնում, ունեք հաշվարկ, ինչքան մասն է օգտագործվում, գործող կարգավորումն եւ ինչքան մասն է լսում Արաքսկետ, կուզենամ արձագանքի ժամանակ պատասխանեք։ Եվ ինչ միջոցներ եք ձեռնարկում ամբողջությամբ մեր ունեցած ազգային ռեսուրսը ըստ նպատակային նշանակության օգտագործելու խնդրով։ Խնդրեմ պարոն Ղալամքարյան։ Այսինքն չէ, ելույթներ ներողություն, ելույթներով ուներ էլ Եթե չունենք, պարոն Ղալամքարյան, նոր եզրափակիչ ելույթում կանդրադառնա այդ հարցին։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում ու ենթադրում եմ նաև տեղյակ եք, թե կառավարությունը վերջին տարիներին որքան ուշադրություն է դարձնում ձեր բարձրացրած խնդրին։ Այս պահին հաստատված արդեն կա 18 ջրամբարների կառուցման ծրագիր, որից 5-ը արդեն ներդրումային կոմիտեով անցել է, հանրային ներդրումային կոմիտեով եւ հաստատվել, 15 ջրամբարը կառուցելու ենք ՎԶԲ-ի հետ համատեղ, բայց այդտեղ կանգ չենք առնելու, Ասիական զարգացման բանկի հետ ունենք համատեղ ծրագիր ջրերի ամբարման, ունենք նաև այլ դոնորներ, բայց անգամ եթե չունենանք այդ դոնորներին, կառավարությունը վճռական է եւ պատրաստական է հատկացնելու բավարար միջոցներ ջրերի ամբարման համար։ Բառացիորեն ձեր բարձրացրած խնդիրը մեղմելու համար։ Ինչ վերաբերում է մինչև այս կարգավորման ընդունումը ջրերի բաց թողնմանը, ես ասացի, հիմա էլ ենք մենք դա անում։ Այսինքն պայմանական ասած նոյեմբերի 1-ը գալիս է կամ գուցե այլ տարի այլ ամսաթիվ լինի, դա կախված կլինի, այո, գալիս է այդ ամսաթիվը, ջրերը անհատույց տրվում են ջրօգտագործողներին։ Միտքը, այո, մաքսիմալ նաև այն, որ այդ ջրերը չհոսեն երկրի սահմաններից դուրս, այլ օգտագործվեն մեր հողերը ռոռոքելու նպատակով։ Բայց ելի եմ ասում, դուք շատ ռազմավարական խոշոր հարց եք բարձրացնում, բայց ի պատիվ այս կառավարությամբ պետք է ասել, որ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք է հիմա տարվում։ Ու ես կարծում եմ, որ 5-10 տարի հետո, քանի որ ռազմավարական զարգացման մասին ենք խոսում, երբ որ մենք ունենանք 5, 10, 15, 20, նույնիսկ հիմա արդեն պարոն Նալբանդյանի հետ համատեղ գնում ենք տեղանքներ ենք նայում, մենք արդեն 21-րդ, 22-րդ եւ 23-րդ ջրամբարների տեղանքներն ենք հատկորոշում։ Երբ որ մենք կարողանանք այդ ջրերը ամբարել, այո, դա շատ ճիշտ եք ասում, մեր ազգային ռեսուրսն է, ստրատեգիկ ռեսուրսը, ու մենք պատրաստական ենք ու վճռական ենք այդ ռեսուրսը շատ մեծ չափով պահել մեր երկրի սահմաններում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ելույթները նույնպես ավարտվեցին։ Քվեարկության է դրում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ,
Շնորհակալություն հարգելի գործընկերներ, օրակարգ սպառվեց, լիստ ավարտված է։